Դե, ուրեմն պայմանավորվեցինք։ Դու Վաղը առավոտյան սկսում ենք։ դու ունես աչքի տակ հարմար մարդ։ Իմ գործը հեշտ է, դու գիտես։ Ես էլ եմ գտել։ Արի մի քիչ արի լավա։ Ես ձեզ 1000 անգամ ասել եմ, ինձ որակով ապրանք պետք չի։ Այս շենքը ես սարքում եմ ծախելու համար, մեջը չեմ ապրելու։ Ով որ ապրելու է, գնացեք իրանց առաջարկեք։ Բարև էլիտար շինարարության, ոչ էլիտար բանվոր դասակարգ։ Բարև։ Ոնց է հայ շինարարի հավաքական կերպարը։ Լավ է, շեֆ ջան։ Իսկ ես լավ չեմ։ Ձեր դեղին ինտելեկտից զուրկ կասկաներում երևի հարց առաջացավ։ Ինչի է մեր լուսավոր շեֆը վատ։ Շտապելով պատասխանել ձեր հարցին, ասեմ ինչի եմ ես վատ։ Որովհետև ստեղ պետք է հարկ լիներ, որը ինչ-ինչ պատճառներով չկա, ով, բայց ես գիպսակարտոն սևակս նման վերաբերմունքի արժանի չեմ, ու հիմա ես ձեզ հարցնում եմ։ Շեֆ ջան, արմատուրա չունենք, քչություն անում։ Ես չեմ հասկանում ինչ են իմ սաղընկերներ ես քաղաքում իրաց շենքերը սարքում առանց արմատուրա, իսկ ես բաչի մոտը պետք է արմատուրա սարքեմ։ Բայց ո՞նց կլինի առանց արմատուրա։ Արա դու արդեն լեզվիդ ես տալի։ Բա ո՞նց եղավ, որ մինչև ձեզ աշխատող բրիգադը ու տահարկել է առանց արմատուրա։ Ախարը տենց կպլի։ Ով ասեց, որ կբլի։
կարող է պինչի։ Հա, բալումա։ Բալումա։ Հա, բալավ։ Բլավ։ Թուլ բայ քեզ։ Մի անհանգստացի։ Բայց ես բան չեմ անում, որ վախենում ես, ուղղակի լսում եմ ես, հա։ Շնչի։ Ալախորը շնչի։ Բայ։ Թող։ Ինչ ասեմ, Ջուլբարս ջան։ Ախար շատ ես ջղայնանում է։ Դու տարիքով, հարգանքով շուն ես։ Քորեխեքը, թորները, ծորները ամբողջ Հայաստանով ծրված են։ Մինը սահմանապահում, մինը նարկոտիկա ման գալիս այրապորտում, մինը փրկար արա։ Այ ցավտան։ Դու ներվայնանալու բան չունես։ Խնայիր քեզ։ Ամեն արժանանարժանի վրա մի հաշա։ Ինչ որ բան են ասում քեզ, շանտեղ մի դիր։ Էդ հետևից ծախոտքի ներվը բորբոքված է, չի շիկանելուց աչը կբարձրացնես։ Ու գիտաս ինչ արա, արձակուրդ վերցրու, կպի հովիվներին, մի երկու շաբաթով բարձրացի հետները սար հանգստացի։ Ցալակ կարպիչ, այսօր բեղնավոր մանորնա, ծաղիկին հրեն պիրել են, դրսումը սպասումին։ Վեր ծաղիկին։ Շմավոն ես ծաղիկը։ Դուզա։ Այսօր էր։ Գրանք ծաղիկին մայրանալ ու բեր գրանքը պարգևենք։ Տենում իմ դուք պատրաստվել եք։ Իսկ ծաղիկը հոգեպես և ֆիզիկապես պատրաստ է։ Շմավոնը առավոտը հետը խոսացել է, բացատրել է, ծաղիկս ամեն ինչ հասկանում է։ Հարազատներին խնդրեի դուրս գալ պալատից, կանգնեք ընդի։ Պլագեա։ Հա, Նրանցից պիրել ես։ պիրել եմ։ Իմ չապսն է։ Հա, Հլա։ Հուսով եմ Բագրատյոնը փակի տակա։ Հա, դուրը պինդ փակել եմ, երկաթից հետով էլ կապել եմ։ Դու ազատ ես։ Թուլ։ Այ։ Ես ինչ գեղցի բաներ են արել։ Բեղմնավորումից հետո 2 օր հանց չուղարկեք։ Բագրատյանին էլ չթողեք հետը լգստվի։ Մեկ էլ։ Բագրատյան, ես են չի ինչ դու մտարծում ես։ Ես իմի կեզ ամեն ինչ կվացադրեմ։ Բագրատյան։
մեր ցավը տանեն։ Ես հիմա Ամիրայում եմ, եգիպտական սրահում։ Սևակը ընկել, հա։ Արես իրան հասար եմ ասել, զգուշ եղի, ամեն մեկի շենքից հանգել, ես ես հիմա դուրս եմ գալի։ Այդ ինչ եք անում, մենոտ մարդ ամերնում։ Ձյազ ջան, մերն արդեն մերել է։ Կարող ա գիտես սուպերմարկետա մորքուր ջան։ Սպասի, գազատվի կտանք։ Ձախ կաշի կայնի, ձախի է։ Ամրես, ջրի նման երկար կյանք ունենաս։ Բարև ձեզ, Սևակ։ Բարև ապե։ Բարև ձեզ, Սոլակ Կարպիչ։ Բարև ձեզ, դուք ինձ ճանաչում եք։ Ես ձեզ ճանաչում եմ այսքան տարիքից։ Ձեզ նույնպես։ Ներողություն, մենք վերտեղ ենք։ Դուք հիմա գտնվում եք Վերինացիանում։ Դուք երկնային աշխարհի ընդունարանում եք։ Ներողություն, դուք աստվածն եք։ Երևի ճիշտ կլինի մենք ներկանանք, որպեսզի թյուրիմացություն չառաջանա։ Տիեզերական տիրույթում, ինչպես եւ կյանքում, գոյություն ունի լույս եւ խավար։ Երկու բևեռ՝ դրական եւ բացասական։ Ես ներկայացնում եմ լույսը, իսկ իմ գոլեգան խավարի ներկայացուցիչն է։ Եվ դուք այժմ գտնվում եք լույսի եւ խավարի ճամփաբաժանին։ Մի րոպե, մենք մեռել ենք։ Գրեթե։
Կամ ձեր սիրելի բժիշկների լեզվով ասած, դուք կոմայի մեջ եք եւ այս պահին կլինիկական մահ եք տանում։ Ես իմը սրա այդ նույն կոմայի մեջ եմ։ Դուք են վճարովի լուքս կոմաներից չունեք։ Սևակ, մենք էլիտար կոմաներ չունենք։ Աստծո դատաստանի առջև բոլորն են հավասար։ Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Ճիշտ է, դուք կոմայում եք, բայց դուք գտնվում եք երկնքի եւ երկրի մեջտեղում, եւ ձեզ ընձեռվում է բացառիկ հնարավորություն ինքնուրույն տնօրինելու ձեր ճակատագիրը։ Այլ կերպ ասած, դուք կարող եք կոմայից դուրս գալ եւ վերադառնալ կյանք։ Իսկ դրա համար ինչ է պետք անել։ Շատ բան չէ։ Մի 2 ժամվա գործ է։ Փոքրիկ առաջադրանք։ Իսկ հիմա խնդրում եմ ուշադրություն էկրանին։ Դուք կոմայի մեջ եք, մի հուսահատվեք, ուշադրություն, աննախադեպ առաջարկ նրանց համար, ովքեր այս պահին գտնվում են կոմայում, այսպիսի հնարավորություն երբեք չի եղել և դժվար թե երբևէ լինի, դուք կարող եք լինել այն հաջողակներից մեկը, ով կվերադառնա երկրային կյանք, դրա համար անհրաժեշտ է այսօր ուղիղ ժամը 16-ին լինել հյուսիսային պողոտայի Մոսկվիչկա սուպերմարկետում, որտեղ նշված ժամին երկրորդ դրամարկղի հաշվիչ դրամարկղային մեքենան կտպի 8970826 համարներով ՀԴՄ կտրոնը։ Հենց այս թվերի առաջին հայացքից անտրամաբանական դասավորվածությունը կշահի ավելի անտրամաբանական 5 միլիոն դրամ։ Դուք պետք է ուղիղ ժամը 16-ին լինեք երկրորդ դրամարկղի մոտ, ստանաք կտրոնը, ապա ներկայացնելով այն երկնային հաշվապահություն, դուք դուրս կգաք կոմայից և կստանաք կյանքը շարունակելու բացառիկ հնարավորություն։ Շտապեք, ՀԴՄ, ավելի քան կտրոն։ Դե ինչ, պարզ է խնդիրը։ Քուրջան, կարամ նա տանամեր տաշտան։ Քուրջան։ Վերջին 5000 տարում ինձ ոչ ոք այդպես չէր դիմել։ Հարցրու։ Այդ ՀԴՄ կտրոնը ձեր ինչին է պետք, չի ուժեն այդ 5 միլիոն դրամի համար։ Գուցե չհավատաք, բայց անգամ անդրշիրիմյան աշխարհում հնարավոր են որոշ ֆինանսական խնդիրներ։ Այդ միջոցները մենք կուղղենք ձեր հայրենակիցների երկնային բարեկեցությունը եւ դժոխային տանջանքներն ապահովելու համար։ Հավայ սպասիլ է բեղն, մեր գործերից խոսանք։ Պաստորեն պտի գնանք, 4-ին մխացնենք Մոսկվիչկա, այդ 5 միլիոն շահող ՀԴՄ տանունը վեկալենք, բերենք ձեզ ու դուք մեզ կոմայից ազատում եք։ Այո։ Դրանից էլ հեշտ բան։ Ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Մենք ունենք 3 նախապայման, որոնք քննարկման ենթակա չեն։ Առաջին, ձեզ չպետք է տեսնեն ձեր բարեկամները եւ ընկերները։ Երկրորդ, դուք չպետք է օգտվեք հասարակական տրանսպորտից։ Երրորդ, մինչև սուպերմարկետ հասնելը դուք պետք է լինեք միասին։ Այն երկուսը հետ, երրորդ նախապայմանը չհասկացա։ Պաստորեն սրան հետս պտի քաշ տամ սուպերմարկետ։ Այդ հլա հարց է ով ումա քաշ տալու։ Այս կոմպասով մի րոպեում կգտնեմ այդ սուպերմարկետի տեղը, պատո ոնց ես գտնելու ճանապարհը։ Այս մագելանին կծել եք հետս յանինչ, էսի ումա պետք։ Այդ հլա հարց է ով ումա պետք։ Դու կարեմ ես խոշորացույցով կրակ ստանաս, չես կարա։ Հետս ձեռով ոտով չխոսաս։ Հանգստացեք, խնդրում եմ։ Մենք կանխատեսել ենք այս իրավիճակը, քանի որ դուք հայ եք եւ դժվար ինչ-որ հարցի շուրջ գաք ընդհանուր հայտարարի, մենք որոշեցինք ձեզ մի փոքր օգնել։ Մենք ձեզ տրամադրում ենք հեռախոս։ Դուք կարող եք զանգել այս հեռախոսով եւ այդ զանգը կլուծի ձեր տարաձայնությունները։ Եթե ըստ ձեր նախապայմանների մենք չենք կարող զանգենք մեր բարեկամներին ու ընկերներին, այդ տարաձայնությունների թեմայով եք զանգել։ Սեղմեք ցանկացած կոճակ եւ հեռախոսը ավտոմատ կզանգի։
Կարևոր չէ թե ում։ Կարևորը, որ դուք պարտավոր եք կատարել այն, ինչ ձեզ կասվի հեռախոսով։ Ներողություն, իսկ ես հեռախոսը Bluetooth ունի։ Գնացիք արդեն։ Բայց իսկապես այս հեռախոսը Bluetooth ուներ։ Դիմացի, ցոլակ կարպիչ, դիմացի։ Ցոլակ կարպիչ։ Սևակ, եթե չեմ սխալվում։ Այլի։ Ես այն տրակտորիստ Կարնելին ասում էի, որ աստված կա, ինտերնետ մի մտի։ Արա ինչ տրակտորիստ, մենք ժամը 4-ին Հյուսեն պողոտայի մասկլիշկայում պտի լենք։ Ստեղով չենք կարա դուրս կանք։ Սաղ ընկեր բարեկամ դրան հետևն են հավակվե։ Դուզա, վիրև մասեցին, որ բարեկամներն ու ընկերները չի պիտի տեսնեն։ Հիվանդանոցի հետևով դուրս կգանք։ Ցոլակ կարպիչ, դու որ ապրում էիր, որտեղ էիր ապրում։ Լանջատեջ գյուղական համայնքում։ Բա Երևանում շոփինգի, վերջի անգամ երբ ես եղել։ Դուզ ասաց ես առաջին անգամ եմ Երևանում։ Կյանքը ինչ հետարքիր բան է։ Փաստորեն դու Երևան առաջի անգամ հետ մահու ես եկել։ Դու սկյուրիկներ սիրում ես։ Չես տեսել, դա համար էլ չես սիրում։ Արա այ բուրունդուկ, մենք 2 ժամից մեռնում ենք, դու ստե Animal Planet ես բեմադրում։ Դու շուտ լավացիր, որ գաս մեր գյուղ, ես քեզ իսկական սկյուրիկներին ցույց կտամ։ Դու մինակ լավացիր։ Ես հասկանում եմ տեղորայքը բավականին թանկ է։ Եվ այդքան գումարը հայթայթելը հեշտ չի։ Չգիտեմ նույնիսկ ինչպես օգնեմ դες։ Բայց ձեր երեխայի բուժումը հարկավոր է սկսել շտապ, շատ շտապ, այլապես։ Ես ամեն ինչ կանեմ աղջիկաս համար։ Ես կճարեմ անհրաժեշտ գումարը։ Ուր ես այդ կամատոսնի կարի։ Են երեխու մայրն էր։ Այդ Հյուսեն պողոտան վեր կողմնա։ Հեն կողմնա։ Այսքան հյուսիս արևելք, հա։ Լանջատեն չէ տարի։ Արայ դաունլոդ, հետ ինչ արագություն բարձեցիր։ Հետ ինչի օգնի, քաղաքիցերը կանգնած ենք, շտուչուսի սայի պողոտա ոտով 3 ժամվա ճարապարա, իսկ մենք ժամը 4-ին արդեն են դե պտի լինենք։ Այսինքն մեզ մնացել է ժամ 50 րոպե։ Վազելով ժամուկեսում մտնեմ Հյուսեն պողոտա,
Դու կարող ա, իսկ ես չեմ կարա։ Բա ինչ անենք։ Արա թկած է, տաքսիով են գնում։ Չէ, Սևակ ջան, ախար մեզ ալքել մասա հասարակած տրանսպորտ նստել։ Ուրիշ տարբերակ չունենք։ Ընկերներին չեն կարա զանգեն կանտանեն, ֆոտովել կուշանանք։ Ոնց անենք։ Մարդիկ բարի են, Սևակ, մեզ կօգնեն։ Արի կանգնացնենք ցանկացած մեքենան ու ճիշտը պատմենք։ Ճիշտը պապետիթի Սվերլոյա, պատտացակում։ Մարդիկ կհասկանան մեզ, կօգնեն։ Կհասկանան, կօգնեն։ Ոնց հայրեմ, որ առաջ անգամ ես Երևանում։ Ինչ ասեմ, փորձի։ Ու մենք հիմի ժամանակավորապես կոմայի մեջ ենք։ Իսկ երբնական ուժերը արգելել են մեզ նստել հասարակած տրանսպորտ։ Եթե ձեզ նեղություն չի, կտանեք մեզ Հյուսային պողոտայի Մոսկվիչկա սուպերմարկետ։ Մի հատ էլ փորձեք ու վերջ։ 3 անգամ փորձեցինք, Երիկա, ժամանակ չունենք, տաքսի ենք բռնում գնանք։ Բայց մեզ ալքելել էին տաքսի նստել։ Արա ով է ինչ իմանալու է, արի։ Սևակ, նրանք ամեն ինչ տենում են։ Ինչ են տենում, ես 10 տարի է ես կարակետ մարգարին եմ խառնում ծախում, ես կան ժամանակով է տեսե ու մի բան ասե, գնացինք։ Չեմ մանեմ։ Ուստան ջան։ Հա տղեկ ջան։ Էս եկել եք սատանի մայլենքյան դրբազություն եք անում։ Պայմանավորվել էինք, չէ, որ հասարակական տրանսպորտից չեք օգտվելու։ Ես քեզ ասում եմ տաքսով չգնանք, դե պատասխան տուր մարդու։ Հալալայի է։ Լավ։ Առաջին անգամ աներում եմ։ Բայց տեսեք, հա, էլ չկրկնվի։ Իսկ Մարգարինի համար դու դեռ պատասխան ես տալու։ Գիտաս Սևակ, ընկերոջ հետ այդ ձևով չեմ վարվում։ Տո դու ինչ ընկեր այ second hand։ Փու արայշիշ մարդիկ են ես Երևանցիք, գոնե մերնելուց առաջ վրա երդ մի արեք։ Վրա երդ։ Լավ բան ասիր կալխոս, ես ջոգի ինչ ենք անելու, մենք մաշտի տակ պտին գնենք, հնես թետևի մեջ, այդ մաշտի շոֆերը մեզ կտանի աշխարի ծերը, մենակ դե չբողոքենք։ Իսկ ով են գնելու մաշինի տակ։ Պարչով դու։ Էդ խի ես որ։ Բադրը մտաղացում է իմնա, համ լավ բան մտածեմ համ ընգնեմ մաշտի տակ։ Էդպես արդար չի, ես համաձայն չեմ։ Ես կսիրեմ բոստանալ այ չէ գևառա, դե դու արդար ձև առաջարկի։ Ալա բալա նիցա դուս կաբանիցա հեյ կիրի բանչո։ Ես ինչ ես անում այ ալա բալանիցա։ Ես որ ընկը մաշտի տակ ուշկս գնաց, դու ես քաղաքում ոնց ես շարժվելու այ էմիգրանտ։ Դու պետք է աստու շնորհակալ ելնես, որ քո կոբայի նապարնիկը գիպսակարտոն Սևակն է։ Բնիկ Երևանցի, ճանաչված ու հարգված ազնվորություն, մեծ շրջապատի տեր մարդ։ Վայ քորա խփոյ։ Ես ինձ մոտիկ տղա է։ Եսի մեզ որտենար մեր միսան պրավալ էր գնում։ Բայց ոնց որ թե կոմայում, քո մեջ շրջապատը այդքան էլ պետք չի գալիս։ Էնպես որ մենք հիմա հավասար պայմաններում ենք։ Հեմի ինչ, ալաբալանիցա։ Ինչ ալաբալանիցա։ Սպասիլես, ես դեպքին համար մեզ վերևում հեռախոս են տվել։ Մերնեմ կյանքիդ համրը տվել էին, ասել են կոքնես։ Համի ոնց են կանում, ով ընգնի մաշնի տակ։ Ես Սևակս, թե ինքը Ցոլակս։ Սևակը։ Ոնց, այսինքն ես եղավ։ Քաղաքը փոքր է, ոնց ելնի հələ իրար կհանդիպենք։ Լավ դրա ժամանակը չի, հենա մեքենա է գալիս։ Լավ նիհար կոլատ ավտոյա, տակնկնելու շատ հարմար է։ Շնորհակալ եմ, բարի մարդ։ Եթե դու չես կարողանում, ես կարամ քեզ ընկերական բրդեմ։ Դու ավելի լավ անգերական սուսմն։
Եղբայրը դες կակումով կարա ինձ կա մաշտի տակ գցի։ Այ քո երթիկը չբլի վայրերի անտեր։ Երկու հատ պոչկա, մի հատ սիրտ, մի հատ լյարդ։ Վատ չի։ Սաղ ես ընգեր։ Ոնց որ։ Դե լավ է, սրան տարեք ավտոն։ Իսկ որ տանեք հյուսայն պողոտայի մասպիս կաղմար չեմ բողոքի։ Ընգեր, մենք քեզ մի հատ նենց ստեղ կտանենք, որ դու քո կյանքի մեջ էլ չես բողոքի։ Ախպարցիկ։ Ձեզ հավատա, ես իրա հետ եմ։ 4 հատ պոչկա, 2 հատ սիրտ, 2 հատ լյարդ։ Վատ չի։ Շտաբ հաղորդագրություն ներքին գործերի նախարարությունից։ Քաղաքում հայտնվելու գործում է հանցավոր խմբավորում, որը զբաղվում է մարդկանց առևանգմամբ։ Ըստ նախնական վարկածի հանցախումբը մարդկանց առևանգում է նրանց ներքին կենսական օրգանները վաճառելու նպատակով։ Վերջին 2 օրում արդեն անհետ կորել են Հայաստանի Հանրապետության 12 քաղաքացի։ Նախարարությունը խնդրում է հասարակությանը զգոն լինել եւ որևէ տեղեկության դեպքում ահազանգել ոստիկանություն։ Հանցախմբի մասին հստակ տեղեկություն հայտնողին խոստացվում է խոշոր դրամական պարգև 3 միլիոն ՀՀ դրամի չափով։ Վատ չի։ Մեր շիշայի պողոտ այա հարկավոր։ Այս ինչ է կարևոր ես արել, ես գոզը ռենջի վրա տարեն գազ եք դրել։ Դրա ձենը կտրի։ Ոշկեկը չպիչացնես։ Արա, բայց մեկը գազով ռենջից վրա շենությունը։ Տրեք ժան մեզ մի ծեցեք, մենք հիվանդ ենք։ Ինչ հիվանդ։ Մենք կոմայի մեջ ենք։ Գազից խեղտվա։ Չգիտեմ դու ոնց, բայց հեսա հետիդ բագաժը ճշտով կոմայի մեջ անգնելու։ Երիկը։ Տրեք դու կարակից տակ սպանեք, բայց դրանից ձեր գազը բենզին չի դառնա։ Չէ, Արոնից փող չի մնում, միայն ներքին օրգաններ, բայց նենց որ ներքին օրգանները չիմանան։ Անտիր պոչկաներ ունեմ։ Լավ, ես քեզ հետո կզանգեմ։ Մենք աչքիս նոր ապրանք ենք ստանում։ Բերիք հարցրիք այս չոլը, որ իմանաք ծխում եմ թե չէ, հնդեղ հարցրեիք կասեի։ Ապրանքը մի փչացրու։ Հիմա ինչ, ծխում ես թե չէ։ Հենց նոր թարգեցի։
Չեմ ծխում խմելը նոր տարուց նոր տարի, ես անաշտաբույժ եմ։ Մասնագիտությունը կարևոր չի, կարևորը սրտի աշխատանքն է։ Ժառանգական հիվանդություններ ունես։ Բոլորովին։ Իսկ դու ունես ժառանգական հիվանդություններ։ Ես մեզ ձեռ ենք առնում, սարկում եք գլխներից, մեզ ուղարկում եք ինչ-որ ՀՏՄ-ի հետևից, հետո էլ գցում եք ես մարտակերների ձեռը, ու այս կանից հետո ես պտի Մարգարինի համար պատասխան տամ։ Հիմա սրանցից ո՞րն է խիրուրգը։ Աչքից հենց ես, որ բոլորի վրա գորգռում է։ Բայց սրան բագաժնիկից նոր համեցին, մի հատ էլ պոշկեքին խփեցին։ Էսի խիրուրգի տակտիկան է։ Բագաժնիկում է ֆրֆռում, որ ձերբակալության ժամանակ զոհի տեղ սախա գնա։ Լավ, ուշադրություն։ 15 վայրկյանից մտնում ենք։ Հենը կասարասային գնա մերի, հետ իշ թազա ձևերա, կոմա, հդմը, հեռախոս, մեզ հանում եք վերև ինչ-որ հեքատեր Եսում հետախոս։ Հաստանություն եք տալի, Լույսի եմ խավարի հետ։ կակներս կպրկվի, հելը բրեկներս էլ շամ եք տնում, մեզ 2 ժամ ժամանակ եք տմե, դե ուրեմն իշ չի հետակ կնում, ոնց ուզում եք մեզ տեղից հանեք, պրկեք սրանց ձև։ Մենք մեղավոր չենք, այդ մարդակերներին բաց եք թողել, մեզ եք բռնել։ Ես խիրուրգը չեմ, հələ մտից նայեք, ինձանից ինչ խիրուրգ։ Հələ աչոցներդ կտրեքացեք պատի տակ։ Ես կարող եմ ես գնդակարեն շևակ։ Քեզ մեկ չի ծոլակիչ։ Կարպիչ։ Ինչ տարբերություն։ Մեզ ժամ 10 րոպե մնացել հաստատ չենք հասցնի։ Ոնց էլ անենք մերնելու ենք։ Մեր ջուլբարսին անման։ Ռայվոթվու։ Հանգիստ Թռակ, սևա։ Նստանք, ու ինչ։
Քար կապինչ, դու մի նետ գազը պայի։ Գազ դու։ Արես ոտերդ վերջանքım երպես լվացայ գեղազավր։ Բեզինը վերջացավ։ 3-5-ը։ Ես ուր եք վասում, Սևակ ջան։ Ցոլակ, մեզ արդեն մի ժամից քիչ է մնացել։ Իսկ մենք քաղաքի մյուս ծերն ենք ու նարուշտիկներով։ Եթե բախտերս բերի, այս մոտակայքում նարուշտիկներից ազատվենք, հլը կհասցնենք։ Եթե չէ, մենք մեռնելու ենք։ Բայց էդ էլ վերջը չի։ Քանի որ դու շատ դրական ես, դու կգնաս դրախտ։ Իսկ ես իմ ջոգելով, այդ անտեր մարգարինի պատճառով ընկնելու եմ ձախ։ Այդպես մի ասա, Սևակ, դու լավ մարդ ես։ Ու ես շատ ուրախ եմ, որ քոպես ընկերոջ եմ հանդիպել։ Լսի Ցոլակ, անընդհատ ուզում էի հարցնի, բայց գլուխներս խառներ։ Դու ո՞նց ես ընկել կոմայի մեջ։ Ես սաղիքին էի բեղմնավորում։ Բագրատիոններ տեսավ ու ինձ առավ ոտերի տակը։ Արա ես ինչ բեջուր անուններ կան այդ ձեն լանջատենչու։ Ծաղիկ, Բագրատիոն։ Իրանք անասուն են, Սևակ ջան։ Դու էլ պակասը չես, ասա ինչ գործ ուներ ուրիշի կանգան բեղմնավորում էիր։ Դու սխալ հասկացար, Սևակ։ Ծաղիկը կովա, Բագրատիոնը ցուլ։ Ես էլ անասնաբույժ եմ, արեստական բեղմնավորում էի անում։ Ինչով էիր բեղմնավորում։ Ձեռքով։ Ձեռով։ Հետո էլ ասում ես արտարություն կա։ Ուրեմն ես իմ մարգարինով զախկ եմ գնալու, իսկ դու քո ձեռով դրախտ։ Բա դու ինչից էր ընկել կոմայի մեջ։ Երկաթի պակասից։ Օրգանիզմը։ Չէ, շինարարությունում։ Իմ սարկած շենքի պոլը չդիմացավ փլվեց։ Արմատուրա քիչ էի դրել։ Ավելի շուտ վաբշե չէի դրել։ Բա ինչի՞ չէր դրել։ Արա թե ես ինչ իմանայի, դրախտ կա, շող կա։ Սևակ, որ հնարավորություն լիներ կյանքդ նորից ապրելու, ինչ-որ բան կփոխել քո կյանքում։ Հա, մաշտիս համարները։ Լավը չէին։ Հենց էտա որ շատ լավն են։ Ուղղակի այդ համարների փողը ես մարգարինի գործից էի աշխատել։ Ու հիմա ինչ է ստացվում։ Վերևում այդ գժական համարները հեչ, մարգարինը մեջ։ Գնանք են կոմ, են կիսական գործանը ոնց էլի մի երկատ կգտնենք, ես բրասլետներից կազատվենք։ Իսկ ես առաջարկում եմ գնանք են տունը, ընդի հաստատ մարդ կա ապրող, տանքտույց էլ երևում է, բարի մարդիկ են տերերը։ Հա ու այդ բարի մարդիկ մեզ նարուշտիկներով կտենան ու մի անգամից մլիցայություն կզանգեն։ Գնացինք կիսական գործարան։ Սևակ կանգնի։ Ոչինչ ոչ քեզ, ալաբալանից հայք անելու։ Առանց ձեր ալաբալանիցա ոնց ես անելու։ Իա։ Ալա, բալա, միցա, բսկամա, միցա, գիրիբա։ Հանգստացյայ հանդիկ, զանգում ենք, հանի երախոսը։ Կցի գետնի զանգենք։ Մինեն կոմանցի, ես պիտի խոսամ։ Հարասատ ջան, մենք մի սենց խնդրանքով ենք զանգել։ Ես մեր Երևան չապերոն ասում որ գնանք են գործարանը, իսկ ես տան կողմնակիցն եմ, հիմա ինչ անեն, գնանք գործարան, թե տուն։ Տուն։ Ռախոսը վերցու հայդայի մետևից։ Բարի մարդիկ, երբեք դուրը չեմ փակում։ Տանը կենթանի շունչ կա։ Զեն չկա։ Ով գիտի այդ քո բարի մարդիկ հիմա կաղմաս են զանգում։ Լսեցիր, ոնց որ ներսն են։
Մարդ կա, ելել է շալակն աշխարի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում։ Հարգելի ներկաներ, մեզ կրկին միավորել է ալտերնատիվ պոեզիայի պարանորմալ ակումբը։ Ապա! Այսօր մենք հույսով եւ հուզմունքով լցված ակնկալում ենք հաղորդակցվել հանճարեղ Պարույր Սևակի հոգու հետ։ Ինձ թվում է այս անգամ մեծն Սևակը կլսի մեր աղերսը եւ կհայտնվի մեզ։ Բաբամ, դե եկեք սկսենք, ժամանակ չկորցնենք։ Առաջարկում եմ սկսելուց առաջ խմենք հաջողության կենաց։ Ես էի ուզում առաջարկեի հաջողության կենացը։ Այս մոտ սենյակից են ձեները։ Արես ֆանարիկները վեկալեք, հայտնի չէ այդ մթության մեջ քանի հատ բարի մարդ կա։ Yes, մեդիումն եմ, yes! Մեդիումը ես եմ հիմնել ես ակումբը։ Ես մեդիումն եմ, ես մեդիումն եմ, կանչում եմ մեծն Սևակի հոգին։ Եթե լսում ես մեզ մեծն Սևակ, նշան դուր, նշմարիր հայտնվելուդ փաստը։ Դուք Սևակն եք։ Այո։ Դուք երկնքից եք իջել։ Արա ջոգում ես քաղաքում ինչ արագաշուխուրը տարածվում։ Այո, երկնքից ենք իջել։ Բաբամ, Պարույր Սևակը մեզ հետ է։ Իսկ նա ով է։ Դե դες Պարույր Սևակն է, ինքն էլ Մայքլ Ջեքսոնն է։ Բաբամ, Մայքլ Ջեքսոնն էլ է մեզ հետ։ Բայց ինքը նման չի Մայքլ Ջեքսոնին։ Դե չեսնես կոպը Պարույր Սևակն եմ, հա։ Ճիշտ է։ Դուք նման չեք Պարույր Սևակին։ Հարգելի ալտերնատիվ պոեզիայի պարանորմալ ակումբ։ Ապա Ես ձեզ մի գաղտնիք բացեմ։ Իրականում մարդու հոգին ընդհանրապես նման չի իր արտաքինին։ Օրինակ Ջեքսոնի հոգին բոյով մեծ կտով անդուր տղամարդ է։ Էլ չասեմ, որ նասկիներից բեսամ դոտակալի։ Ես էլ ինչպես նկատեցիք ընդհանրապես նման չեմ իմ երկրային կյանքի լուսանկարի։ Իսկ օրինակ օրիորդ բաբամի հոգին շատ հավանական է, որ Անջելինա Ջոլին է։ Մայքլ, կարելի է ձեզ դիպչել։ Այ, այս ինչ պատահեց։ Ոնց ինչ պատահեց։ Փչացրեց իր Ջեքսոնի հոգին։ Բայց ես ուղղակի դիպչեցի։ Բա ինչ անենք։
Ուրեմն սենց անենք։ Դուք մեզ նարուշնիկներից ազատեք։ Ես մի հատ նայեմ, կարող է ակումուլյատորն փչացել։ Իսկ ինչու եք դուք ձեռնաշղթաներով։ Սպասի հələ։ Ասեմ ավելին, իսկ ինչու եք դուք ձեռնաշղթաներով։ Այս աշխարհ գալուց հոգիների ձեռքերը շղթայում են, որպեսզի նրանք չկարողանան խառնվել մարդկային ճակատագրերին։ Դե բացեք նարուշնիկները, մենք ժամանակ չունենք։ Ես շատ կուզենայի ձեզ ազատել, բայց ո՞նց։ Սպասեք ուր։ Ջեքսոնի ու Վալենտինի կես ժամից բրծնում է, գնանք հասնենք, թե չէ Ջեքսոնի համար դժոխքում լավ չի լինի։ Ո՞նց։ Մայքլը դժոխքում է։ Նա պետք է դրախտում լիներ։ Աղջիկ ջան, ո՞նց կարա։ Այս բաներ անողը դրախտում լինի։ Էլ չեմ դիմանում, դու մի հատ տես ինչ ենք անում, ես մտնեմ մը։ Կարող է թող լինի մոտար։ Նեղություն մի քաշի, ես կչմարդեմ։ Մնաց հյուսային պողոտայի Մոսկվիշկան։ Հտեղի ակցիայի բուկլետներն է բաժանենք ու այսօր վերջ։ Օրաս այդ Մոսկվիշկան ծանոթ մարդ չտնա։ Արա մերը պարկա, բայն Վիտալիկ ինչ ասի, արդեն երկու շաբաթ ունիտազի կոստյումը վապրում։ Բայն մաշն է երբ է գալու։ Զանգեց ասես մի երկու րոպեից տեղ է։ Yalla, kasar kaltım Moskvichka supermarketim. Yalla, 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 yalla. İşte yalla, 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 yalla. Ես գիտեմ ինչ է պետք անել։ Ներսում մի հատ մերկուրի կար, մի հատ էլ խողովակ։ Հա, իշեցի բիթերմ։ Ես հոգնած տեղը մերկուրիա դրած։ Չհասկացա, Սևակ։ Ներսումը մերկուրի ու բիթերմի շորերով երկու մարդ կա։ Ինչ որ ակցիաներ են անում, բուկլիներ են բաժանում։ Հիմա էլ ետևներից մաշինա է գալու, որ նրանց տանի հյուսային պողոտայի Մոսկվիչկա։ Երմես նրան է։ Ես էլ այդ մաշինեն ու ամենակարևորը այս մաշինեն չի հանդիսանում հասարակած տրանսպորտ։ Մենք ավել լավ տարբերակ ունենք, այն մաշտից հենց նոր երկու կինի չան, սենց չհատրաներով ու մտանժ է, ես իրանց խոսակցությունից հասկացա, որ յանքել են գնում պողոտայի Մոսկվիշկա։ Ես հիմա առաջարկում եմ մտնենք, դրանց շորերը խլենք, այդ չհատրաները հագնենք ու հն ազատ նստենք այս մաշտեն, որը ի դեպ նույնպես չի հանդիսանում հասարակական տրանսպորտ։ Այս ճապալը շատ չի ջոկի, որ մենք իրա կնանի կճենք։ Ես կնոր շվրած էր շեմ բարսասնի, ավելի լավ է մերկուրի ու բիթերմի շորերով գնանք։ Այ կովամոլ, քո կարծիքով ումից ավելի է շորեր խլել, երկու հնազանդ կանանցից, թե երկու առողջ մերկուրից ու բիթերմից։ Բայց ինչի խլենք, հոգուտ մեռնեմ, կխնդրենք կտան, մարդիկ բարի են, Սևակ, կօգնեն մեզ։
Արա Greenpeace, մեզ 20 րոպե է մնացել ու ես ժամանակ չունեմ քեզ բացատրեմ, որ ես երկրում բարի մարդու կարաս հանդիպես, միայն թաղման ժամանակ։ Ինքը սովորաբար լինում է մի հոգի ու էդի հանգուցալն է։ Ու եթե դու չես ուզում, որ մենք 20 րոպեից դառնանք երջանկահիշատակ բարի մարդիկ, հետս հենց հիմա կգաս ժե։ Ես տվալետի դեմը կմեռնեմ, բայց կնոջ վրա ձեր չեմ բարսաստի, շենից ծնված ըլեմ։ Ինչ է նշանակում կնգա վրա ձեր չեմ բարձնի, այո բեսյե, հիմա էլ արեստական տարաձայնություն սարկեցիր, էլի պտի զանգենք, ժամանակ կորցնենք, հարցնենք կին տպենք թե տաղամարդ, բա որ ասին կին տպի, ինչ ես անելու արա։ Եթե հեռախոսով ասեն, ստիպված կանեմ։ Այսենց էլի մեր երկրում, միջև վերևներից չզանգեն չասեն, գործ չեն անում։ Իսկ եթե ալապալանից հա ժամանակ չեն կորցնի։ Ցավը տանեմ արագի մեջ մի բան հարցնեմ։ Հիմա ում շորեխել ենք, կանաչ թե տղամարդկանց։ Կանանց։ Շատ լավ։ Տեսար, որ իմ ասածով եղավ։ Դե գնացինք ՄԱԿ-ի կոնվենցիաները խախտելու։ Դե չեք անեմ էլի, որ Հայաստանում տուրիզմը չի զարգանեմ։ Արի։ Դիմացի ծոլակ կարպիր, դիմացի։ Զուլֆիա գյուզել, Զուլֆիա լեզет, Զուլֆիա խանım, Զուլֆիա oğlu. Լավ պատիվդ պայեցի Զուլֆիա խանım։ Պլյոնկած շուշեկով կարելի է քշել, իսկ պլյոնկած դեմքով Սալամ ալեյքում։ Ալեյքում ասալամ։ Where are you going? To Vernissage. We can you сопровождению? No, thank you. Madam, we can you сопровождению? No, thank you. От души сопровождению. Արես կեզ հայրեն ասում no thank you, դու չես հասկնում։ Սենց են անում, էլի որ Հայաստանում տուրիզմը չի զարգանում։ Ասանք։ Մալիսա։ Ավել լավ է հետևի կողմից մտնենք։ Գաբրիելես ինչ լակայ է, հասար անգամասեն են, որ մեր աշխատակցի համազգեստը պետքա կատարյալ մաքուր լինի։ Դու երբևիցե տեսել ես իմ վրա լակա լինի։
Ասի Սևակ։ Ինչ ա եղել։ Են կինա Սևակ։ Ինչ կին։ Հիշում ես Իվանդանոցի են երեխուն։ Այս կինը իր ամայնն է։ Ու ինչ։ Բժիշկը ասում էր, որ երեխային բուժումը հարկավոր։ Շատ թանկարժեք, եթե ուղիղ ժամը 4-ին։ Մեր փոխարեն այս կինը մոտենա երկրորդ դրամարկղին, այս շահը դմել կտրոնը իրանը հասնելու։ Ճիշտ ես ասում։ Պետք է նեյտրալիզացնել դրան։ Ինչ ես անում Սևակ։ Այդ հդմել կտրոնը կարող է այդ երեխայի կյանքը փրկել։ Բա մենք ցոլակ, մեր կյանքը ով է փրկելու։ Մենք լավ թե վատ ապրել ենք Սևակ։ Իսկ այդ երեխան սկի կյանք չի տեսել։ Մի րոպե, դու առաջարկում ես, որ մեր կյանքերը փոխենք այդ երեխու կյանքի հետ։ Դու լրիվ չնդել ես։ Մենք ով ենք, որ որոշենք ով ապրի, իսկ ով մահանա։ Դու տենց էլ չհասկացար, որ ամեն ինչ վերևն է որոշվում, իսկ մենք ընդհանրապես կատարող ենք։ Ու հիմա իրանք որոշել են, որ մենք պետք է բերենք այդ ՀԴՄ կտրոնը, որ կյանք ստարանք։ Ու մենք կբերենք այդ կտրոնը։ Մնացածը մեր գործը չի։ Շատ հարմար դիրք ես ընդունել։ Իրանք որոշում են, մենք կատարում ենք։ Դուք հնամանները դատրոշ եք սարքել և դրանով արդարացնում եք ձեր մատանարկները ասելով, թե ես ինչ լանեմ չանեմ, մեկը ըլլող պարելելու է։ Ախար դուք ոչ եք հասկանում։ Եթե ես կյանքում ամեն ինչ նախորոք որոշված է, չի որ Աստված մարդուն ընտրության իրավունք տվել։ Ասեմ, որ մենք որոշումները կայացնենք, հետո այդ որոշումների համար վիրևում պատասխան տանք։ Նույնիսկ եթե քո ասածները ճիշտ է, ես չեմ պատրաստվում իմ կյանքը զոհաբերեմ, որովհետև իմ կյանքը մենակ իմ կյանքը չի։ Իմ կյանքը երկու կյանք է։ Այսքան։ Հետո կհասկանաս։ Սևակ ես թույլ չեմ տա։ Դե ինչ, առաջադրանքը կարելի է համարել ավարտված։ Դուք ամբողջ ճանապարհն անցաք միասին։ Չօգտվեցիք հասարակական տրանսպորտից ու ձեր ընկերների օգնությունից։ Եվ ուղիղ ժամը 4-ին եկաք նշանակված վայր։ Եվ ինչ արեցիք դուք վերջին պահին։
Դուք չկատարեցիք առաջադրանքը, չբերեցիք կտրոնը։ Ինչ արել եմ լավ եմ արել, այդ որոշումը իմ որոշումն էր, ու ես պատրաստ եմ դրա համար պատասխան տալ։ Նույնիսկ դժոխք գնալ։ Նույնիսկ դժոխք։ Այդ դեպքում ես պահանջում եմ, որ ինձ եղտանեք դժոխք։ Ստե որն են դժոխքի դիմումները լրացնում։ Միշտ ապեք ծոլակ կարպիչ, դժոխքը դեր կսպասի։ Ոչ մեկ դժոխք չի գնալու, ոչ դուք և ոչ էլ նույնիսկ Սևակը։ Դուք լուրջ հավատացել եք, որ մեզ հարկավոր էր այդ 5 միլիոն դրամը։ Այստեղ երկնքում մենք վաղուց հասկացել ենք, որ երջանկությունը փողի մեջ չէ։ Իրականում առաջադրանքը բոլորովին այլ էր։ Եվ ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ դուք կատարել եք այն։ Ես ձեզ մի փոքր գաղտնիք բացեմ։ Ես ու իմ խավարի կոլեգան մի փոքր վեճ ունեցանք։ Նա համոզված էր, որ եթե չար ու բարին հանդիպեմ, ապա չարը բարուն կտանի չարության ճանապարհով։ Իսկ ես պնդում էի հակառակը։ Յուրաքանչյուր, նույնիսկ ամենաանազդի ու անարդար մարդու սրտում բարությունն ու մարդկությունը մինչև վերջ չի մահանում։ Չար մարդու սրտում էլ կան բարության սերմեր, որոնք ոչ ոք չի նկատում։ Ու երբ նա հանդիպում է պարզ ու բարի մարդու, այդ ձեզպես ցոլակ կարպիչ, այդ սերմերը ծլում և ծաղկում են բարի արարքներով։ Սևակ, ցոլակ կարպիչ, դուք կարող եք վերադառնալ կյանք և շարունակել ապրել, որովհետև դուք հասկացաք ամենակարևորը, մարդը արժանի ապրելու, երբ պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն մեկ այլ մարդու կյանքի։ I see trees of green, red roses too. I see them bloom for me and you, and I think to myself, what a wonderful world. I see skies of blue and clouds of white, the bright blessed day, dark sacred night, and I think to myself, what a wonderful world. The colors of the rainbow, so pretty in the sky, are also on the faces of people going by. I see friends shaking hands, saying, how do you do? They're really saying, I love you. I hear babies cry, I watch them grow. They'll learn much more than I never knew. And I think to myself, what a wonderful world. Oh, yeah. Սևակ, ես մի շաբաթա քեզ մի բան էի ուզում հարցնել, բայց քաշվում էի։ Էդ ինչ պատահեց քեզ վերջին վարկյանին։ Էդ ոնց որոշեցիր, որ էդ կնոջը պիտի զիջես։ Նրա աչքերը շատ նման էին իմ մոր աչքերին։ Սա իմ մայրն է։ Հիշում ես քեզ ասեցի, որ իմ կյանքը երկու կյանք է։ Ինձ ծննդաբերելուց պրոբլեմներ առաջացան։ Բժիշկները կարող էին փրկել կամ իմ կյանքը, կամ մորս։ Այդ պահին մայրս պետք է որոշում կայացներ, կամ ես, կամ ինքը։ Նա առանց դատավելու զոհաբերեց իր կյանքը հանուն ինձ։ Դրա համար գխի մոտ, երբ ես նայեցի այդ կնոջ աչքերի մեջ,
Ես հասկացա, որ իմ կյանքում ոչ մի բան չեմ արել, ինչով իմ մայրը կհպարտանար։ Ես որոշեցի ուղղել սխալը։ Ու գիտես ինչ ցոլակ կարպիչ։ Ես մի բան եմ որոշել։ Ինչ, Սևակ ջան։ Սրանից հետո ես իմ կյանքը այնպես եմ ապրելու, որ իմ մայրը վերևից նայի ու ամեն օր եւ ամեն ժամ ինձանով հպարտանա։ Այսինքն սրանից հետո շենքերը միշտ արմատուրայով էր սարքելու։ Գիտես ինչ կա ցոլակ կարպիչ, արի անձնականը գործնականի հետ չխառնենք, հա։ Կանգնի Սևակ։ Ցախով մի գնա, աչով գնա, աչով ճիշտ է։ Մի րոպե, ո՞նց է ճիշտ։ Ցախով ավելի կարճ է։ Ասի Սևակ, ի՞նչն է կարճ։ Ես ասենց աչով պորթում դուրս են գալիս ունի հրապարակի փանտանները։ Չհասկացա, ես քեզ կոստյում նվիրեցի, մազեր սարքել տվի, գիտես դառել ես քաղաքի տղա, այ արա գեղացիկ, ցախ են գնում։ Լավ, ոչինչ ոչ քեզ։ Ռախոսով զանգենք հարցնենք։ Արա ուր զանգենք, կինոն վերջացել է, մարդիկ տուն են գնում, քեզ տիտրերը չեն կարտալու։ Տիտրը ինչ է, Սևակ։ Էդ էլ քեզ հաջորդ ֆիլմում կբացատրեմ։ Ես եմ խախտում, արա նգարում էի, վայ, քեզ համար, քեզ համար, գամի արդար ճանապար, դեպանաս, աչքերը ջան, գտեսնես թե ուր է այն, չարամի, մարդիգը, քեզի գուդեն, աղբեր ջան, ասկյանքում չմորանաս, բարի նախտում է չարին, ճիշտ է, ոգիտ մակում, այո